առաջին անգամ, որքան հիշողություն ինձ չի դավաճանում, թատերական գործիչների միությունում գրքի շնորհանդես է։ Այս առիթի համար ես ուզում եմ հենց առաջին խոսքս ուղղել Սյուզիին, որին չէի ճանաչում, լսել էի։ Եվ ուզում եմ ռեժիսորների անունից նրա շնորհակալություն հայտնել։ Ուրեմն, ինչքան էլ մենք տրտնջանք, այնուամենայնիվ հալալ կաթ կերած մարդիկ մեր շրջանում դեռ շատ են։ Եվ փառք Աստծո, որ այդպես է, եթե այդպես չլիներ, ապրելը շատ դժվար կլիներ։ Սյուզի ջան, քեզ ես չգիտեմ ինչ ուրիշ խոսքերով քեզ ես շնորհակալ եմ, որովհետև ռեժիսորի մասնագիտությունը, գործը, արհեստը, ինչպես եւ պիտի ենթադրել նաեւ դերասանի, ժամանակի մեջ է միայն ապրում։ Ժամանակն անցավ, գրեթե ոչինչ չի մնում։ Այդ իմաստով մեր սիրելի, մեր հարգելի ընկերոջ, գործընկերոջ, բացառիկ մի պրոֆեսիոնալ մարդու համար դու հաստորեն ուշարձան ես կառուցել։ Սիրելիներ, այսօր երևի թե երկար խոսելու կարիք էլ չկա, ովքեր այստեղ ներկա են, բոլորն էլ բախտ են ունեցել լինելու կամ նրա ուսանողը, կամ նրա գործընկերը, և նրա հետ միասին օգնել են, որ հայ թատրոնը երկար ապրի։ Զարմանալիորեն մի մարդու մասին ենք այսօր մենք խոսելու, որի գործունեությունը միայն թատրոնով չէր սահմանափակվում։ Հայաստանի հեռուստատեսություն, որի գրքում ոսկե տառերով է գրված Կիմ Արզումանյանի անունը, Հայաստանի ռադիո և հայ թատրոն, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից սկսած։ Հսկայական ծառայություն հայ մշակույթին։ Մարդ, որ իր կազմակերպվածությամբ, իր լրջությամբ, իր վերաբերմունքով դեպի իր գործը հաճելիորեն առանձնանում էր։ Մենք բոլորս նրանից շատ բան ենք սովորել և դեռ պիտի շարունակենք սովորել։ Եկեք հիշենք մեր թանկագին ընկերոջը և երդվենք այսօր ինքներս մեզ համար, որ պիտի չդավաճանենք այն գործը, որի մեջ Կիմ Գուրգենի Արզումանյանը իր ողջ կյանքն է ներդրել։ Թող այս կծկտուր իմ առաջաբան ասենք, թե նախաբանից հետո ինձ թույլ տրվի հրավիրելու մեր սիրելի ընկերներին, վաստակաշատ Կիմ Արզումանյանի գործընկերներին, նրա ուսանողներին, որոնց ես պիտի խնդրեմ այսօր հիշենք Կիմ Արզումանյանին։ Ես առաջինը սիրով ուզում եմ խոսքը տալ Հայկաս Երանեսյանին։ Կիմ Արզումանյանը հայկական հեռուստատեսության հիմնադիրներից է։ Կիմ Արզումանյանը հայ հեռուստաթատրոնի հիմնադիրն է։ Եթե չհիշենք միջնորդ Տեր Պապան, դա պարզապես անհնարին կլինի, որտեղ միջնորդ Տեր Պապան ոչ միայն Կիմ Արզումանյանի, այլև ընդհանրապես հեռուստաթատրոնի գլուխգործոցներից մեկն է։ Կիմ Արզումանյանը իր անձնական նախաձեռնությամբ, ընդհարվելով ղեկավարների հետ, մի այնպիսի գործ կատարեց, որ այսօր այդ աշխատանքը գին չունի։ Խոսքս այն հատվածների մասին է, որ ասենք լեննականի, աջեմյանական հրաշք մեծապատիվ մուրացկաններից հատված նկարեց, Բաղդասար աղբարից հատված նկարեց, Մասկարատից, դիմադրահանտեսից հատված նկարեց, Եգոր Գուլչովից և Օթելլոյից հատված։ Սրանք այնպիսի մասունքներ են, որ հիմա գին չունեն, հնարավոր չի գնահատել։
Ես ուզում եմ հիշեցնել եւս մի փաստ։ Սունդուկյանի թատրոնում նա բազմաթիվ բեմադրություն է արել, բայց Մադամ Սանժենը եւ Հասնացուն Հյուսիսից սրանք ներկայացումներ են, որոնք մի տասնամյակից ավել գործել են ընթացիկ խաղացանկում։ Պարոնյանի թատրոն եկավ, այնպիսի մի օպերետ արեց, ինչպիսին Ջրբաշյանի Ես, իմ Հասնացուն եւ այսպիսի մի ներկայացում։ Մի խոսքով, որ ասպարեզում ուզեք գլուխ գործոցներ կգտնեք, բայց կիմը հոգով, սրտով թատերական մանկավարժ էր։ Նրա մանկավարժական գործունեությունը այսօր ամեն թատրոնում երևում է, որտեղ ամենուր կա նրա աշակերտները, նրա ուսանողները, որոնք արդեն դարձել են անվանի մարդիկ։ Ես պարզապես մի բան եմ ուզում, թող օրհնություն իջնի նրա շիրիմի ու լույս իջնի մեր սիրելի գիրի շիրիմի։ Ամեն մի արվեստագետի գրողի մահից հետո շատ կարևոր է, թե ինչպես են նրա վաստակը, նրա հիշատակը հարգում նրանից հետո հետնորդները, նվիրյալները, հարազատները։ Այդ իմաստով ես ուղղակի ուզում եմ նշել, որ Թումանյանի նամականին, ամբողջ հարազատների նամականին այսօր չէր լինի, եթե չներ ասենք Իրմա Սարվազբեկյանը, նրա թորնիկը, կամ Իսահակյանի Հայդուկի երգերը չէին լինի, եթե չլիներ նրա թոռան Ավիկ Իսահակյանի այդպես եռանդուն աշխատանքը, կամ այսպես եթե շարունակենք Սարյանի նամականին, որ ընդամենը վերջերս լույս տեսավ, դարձյալ իր թոռնուհի Ռուզաննա Սարյանի շնորհիվ էր, որ այսօր մենք կարդում ենք։ Այդ իմաստով պետք է ասել, որ կիմը շատ բախտավոր աստղի տակ էր ծնվել, որովհետև նրա մահից հետո իր հարազատները, ես նկատի ունեմ առաջին հերթին Տիկին Այդային, նրա հարսը Սյուզաննան, Սուրենը, նրա որդին եւ մյուս բոլոր հարազատները, որոնց շնորհիվ լույս տեսավ այս գիրքը, լույս աշխարհ եկավ այս գիրքը։ Ես ուզում եմ հատկապես, ինչքան էլ այսպես շատ հնչյուն լինի իմ խոսքը, ուզում եմ իմ շնորհակալությունը Այդային հայտնելով, նաև ուզում եմ իմ դստերը Սյուզաննային հայտնել, որը տիտանական մեծ աշխատանք կատարեց։ Ուղղակի դա մենակ երևի ես գիտեմ, քան ուրիշները, թե ինչպես նա արխիվներից կարողացավ հանել ամենահազվագյուտ նկարները, թատերական ամբողջ այդ հոդվածները եւ նաեւ կազմակերպեց այն 40 արվեստագետների ելույթները, հուժ ելույթները, որոնք զարդարում են այս ժողովածուն։ Եվ գիրքը դարձավ մի իսկական հուշարձան, ինչպես Ղազանչյանը նշեց, որը պետք է շատ երկար շարունակվի։ Քանի որ ես այս գրքում արդեն իմ հուշերը պատմել եմ, դրա համար ես ուղղակի ուզում եմ այդ հուշերի վերջաբանը, որը նաև դարձավ այս գրքի բնաբանը, ուղղակի կարդալ ձեզ համար։ Դու ծնվել էիր ապրելու համար, որ ամենուր փռես խինդ ու բարի, դու ծնվել էիր, որ կամքով համար մեր ճամփից ցրես ամպուչարի, առանց քեզ կյանքը դատարկ է այնպես, օրերը ձանձրալի են ու տրտում, քո բարի անունով հավետ կապրես հարազատների բոլորի սրտում։ Սա ձեռնարկ է, որ պետք է ինստիտուտում ուսանողները սա կարդան և աշխատեն, սա մարդկային կեցվածքի, քաղաքացիական կեցվածքի, ստեղծագործական ընտրկությունների մասին ձեռնարկ է և ես շատ կուզենամ, որ ասեն երիտասարդները կարդան սա որպես այդպիսի, ոչ որպես հուշերի գիրք, այլ կարդան որպես իմանան, թե մարդը կայանալու համար ինչ ճանապարհ պիտի անցնի, ինչպես պիտի անցնի այդ ճանապարհը։ Այստեղ այդ խոսքն էլ ասվեց, դրա մասին խոսվեց, ես ուղղակի երկրորդում եմ և կարծում եմ, որ դա ոչ միայն մեր ինստիտուտի կողմից այսպես ճիշտ քայլ կլինի, այլև գուցե թե նորույթ, որտեղ մենք այս կարգի գրականություն համարյա չունենք, Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն Աշունին,
շատ մեծ աշխատանք եք կատարել։ Երկար տարիներ աշխատել եմ հեռուստատեսությունում Կիմ Արզումանյանի հետ եւ նրա ամբողջ շքեղությունը եւ տառապանքը աշխատանքային նաեւ հաղթանակները տեսել եմ։ Բայց այսօր ես ուզում եմ խոսել այս գրքի մասին, որովհետեւ նախ այս գրքի ընթացքը շարունակ ինձ հայտնի է եղել։ Շարունակ ես զարմացել եմ, թե Սյուզանը քանի անգամ է ստուգում ամեն մի նկարում ովքեր են դերակատարները, ում բեմադրությունն է, հեղինակն ով է, քանի անգամ ստուգում էր, որ ոչ մի վրիպում չունի եւ իսկապես շատ կատարյալ մասնագիտորեն բարձրորակ գիրք է դրվել սեղանին։ Ես նայում եմ ուղղակի զարմանում եմ եւ արտաքին տեսքը եւ բովանդակությունը այնքան բարձր է, օրհնվի այս գրքի գլխավոր հեղինակը մեր Սյուզին, որտեղ ես ուրախ եմ։ Ես որ ընթերցում էի այդ գիրքը, ինձ թվում էր մեկը մեկի շարունակությունն է, լինելով ամեն մեկը մի անհատականություն, բայց ընդհանուր մի ստեղծագործությունն է ստացվել եւ ես մտորեցի, թե այդ ինչպես է դա այդպես։ Եվ եկա այն եզրակացության, որ Կիմ Գուրգենչի էությունն է խոսում այստեղ։ Այն պանծալի հիշողությունները, որ ունեցել են գրքի մեջ զետեղված այդ հեղինակները եւ ես ուզում եմ գրքից բերել Կինայդայի շատ բնորոշիչ մի նախադասություն եւ մի նախադասություն է Ռուբեն Մարոխյանից։ Ուրեմն Կինայդան գրում է. երբ Կիմ Գուրգենչը հուզված է, մեզ թվում էր, թե մեզ համար է հուզված, բոլորին թվում էր, թե իրենց համար է հուզված։ Եվ դա այդպես էր, որովհետեւ Կիմ Գուրգենչը այն երևելի անձնավորությունն էր, որը ուրիշի ցավը ավելի մոտ էր զգում, քան իրենը։ Հարկ Կիմ Գուրգենչը։ Եվ երկրորդ բնորոշիչ տողը ես ուզում եմ բերել Ռուբեն Մարոխյանի այն հիշողություններից, որ գրում էր Կիմ Գուրգենչը երբեք հանգիստ չէր լինում։ Երբեք, օրինակ, մենք ռեժիսորներս ուրիշ մարդիկ նստում ենք սկվազնյակում, ժամերով խոսում ենք, մեզ Կիմ Գուրգենչը երբեք ազատ ժամանակ չէր ունենում, միշտ գործով էր զբաղված լինում, թող սա դաս լինի երիտասարդությանը եւ մենք սիրով հիշենք Կիմ Գուրգենչի։ Երբ որ մարդու մասին գիրք է գրվում, այդ մարդը նշանակում է շատ մեծ արժանիքներ։ Երկրորդը, այդ գիրքը դառնում է հավերժության ճամփորդ։ Ուրեմն Կիմ Գուրգենիչը այսօր դարձավ հավերժության ճամփորդ։ Գիրքը ապրելու է գրադարաններում, գիրքը թերթելու են գալիք շատ ու շատ ծնունդներ եւ շատ ու շատ բան սովորելու են այդ գրքից։ Այստեղ հուզիչ շատ հուզիչ մի երևույթ կա, որի մասին անպայման ուզում եմ խոսել։ Երբ է մահանում մարդը, ով ուզում է լինել, երբ որ նրան այլևս ոչ ոք չի հիշում։ Բայց Կիմ Գուրգենիչը ավելի երկար ապրում է մեր մեջ, այս գիրքը հավերժական հիշողություն է։ Ինձ համար շատ հուզիչ պահ է, որովհետև մեզ ընդհանրապես գիրք չի տպվում, եթե տպվում էլ է շատ քիչ, իսկ թատրոնի մասին ընդհանրապես շատ դժվարությամբ է որևէ բան հրատարակվում, երևս հրաշալի գիրքը, հրաշալի մի կազմով, հրաշալի մի մարդու մասին չի, որտեղ ես էլ բախտ ունեցա երկու խոսք գրելու, ես գրելու փորձ չունեմ, խոսելու, խաղալու, բեմադրելու փորձ ունեմ, դրա համար գուցե թե չեմ կարողացել այն ամենը, ինչ իսկապես իմ սրտում կար, այն երախտագիտությունը, որ պիտի հայտնեի իմ սուրճին, ես գրքում արտահայտել, բայց հավատացեք, որ մեծ սիրով եմ լուծված Կիմ Գուրգենչի անձը, իսկապես մի մեծ ուսուցչի, մի վարպետի, որը կարողանում էր մարդ դաստիարակել, անկախ նրանից այդ մարդիկ կլինեն բեմում, թե կյանքում չեն լինի թատրոնում, բայց կլինեն կյանքում այն մարդիկ, որոնցով ինքը կարող է հպարտանալ, Կիմ Գուրգենչին դա հաջողվեց,
ինչ ասեմ, այս գիրքը նրա սուրբ նշանակի նշանն է մեր թատրոնի մի կարևորագույն շրջանի պատմությունը եւ թվում երբ որ նայում ես մարդուն, երբեք չես մտածում, թե կարող է այսքան բան արած լինել։ Հիմա որ բացում եմ գիրքը, տեսնում եմ, թե ինչ մեծ եւ շնորհակալ աշխատանք է արել մեր վարպետը, որը բոլորիս կյանքի ճանապարհ ցույց տվեց եւ մենք բոլորս պարտավորված ենք պահելու նրա բարոյական կերպարը եւ այն ամենը, ինչ որ սովորել ենք նրանից, շարունակելու եւ փոխանցելու մեզնից հետո եկողների։ Իմ գուրգենից ջան։ Մենք ինչով ենք դասիրակում մեր ներկա երիտասարդությանը։ Դասիրակում ենք մեր մեծերի ապրած կյանքով, նրանց անցած ճանապարհով։ Այսօր այս գիրքը, որի համար ես խոնարհվում եմ բոլոր ջանացողների եւ ստեղծողների առաջ, որովհետեւ սա մի դպրոց է, որով մենք պետք է դասիրակենք մեր թատերական երիտասարդությանը, շարունակենք դասիրակել, որովհետեւ այն տողերը, որը գրված է այստեղ Կիմ Գուրգենչի մասին, թատրոնի մասին, այս զգացողությունը, որ ունեցել են նրա ուսանողները, որոնք այսօր արդեն ճանաչված արվեստագետներ են եւ մանկավարժներ են, Կիմ Գուրգենչը իր հետևից թողեց մանկավարժական մի շկոլա։ Ես ինքս շարունակում եմ նրա գործը եւ ես հերթելով տեսնելով գիրքը տեսա մի ամբողջ ուսուցողական համակարգ եւ մի ամբողջ հանրագիտարան, որով կարելի է առաջ գնալ։ Մարդը ապրում է իր արած գործերով եւ այսօր կարող է մարդը ֆիզիկապես ներկա չլինել, բայց մարդը կա։ Եվ նրա գործը շարունակվում է, որովհետև նա անմնացորդ տրվել է այս գործին։ Եվ ծանոթացագրքի հետ անմիջապես մի արժանի տողեր խմբեցին այսպիսին, հայրենիքի դու թողեցիր հարհիշատակ քո անունը, որքան լույսեր անժամանակ լուր մարեցին, դու հեռացար, մեզ թողնելով անմնացորդ նվիրումը, բայց հայ բեմում դեռ վառվում են ու կվառվեն քո լույսերը։ Ինձ թվում է պատշաճ կլինի, որ Սյուզին մի երկու խոսք ասի, թե ինչպես է աշխատել եւ թե ինչ է ուզում հաջորդ գրքի համար ինչ մտքեր ունի։ Վարվող կենսագրություն գիրքը կազմվել է մեծ նվիրումով։ Մտահղացումը ծնվեց մի անգամից։ Նախ այն, որ Կիմ Արզումանյանը հայ թատերական արվեստի ամենաարժանի երախտավորներից է, երկրորդ սա մի սփոփանք է այն բոլոր հարազատների, նրան ճանաչողների համար, որոնք կարդալով գիրքը կտեսնեն, թե քանիսի հուշերում է ապրում նա։ Գրքում տեղ են գտել ուշագրավ փաստաթղթեր, լուսանկարներ, խորին շնորհակալություն Կիմ Արզումանյանի բոլոր գործընկերներին, ուսանողներին, որոնք մեծ նվիրվածությամբ, պատրաստակամությամբ հարստացրին իրենց հուշերով գիրքը եւ հաստատեցին այն իրողությունը, որ Կիմ Արզումանյանը իրավամբ անջնջելի հետք է թողել հայ թատերական արվեստի պատմության մեջ։ Շնորհակալություն բոլորին։ Շատ հուզված եմ, բայց այնքան ուրախ եմ այսօր տոն է այսօր, որովհետև այս գիրքը իմ սիրելի Սյուզի ջանաչար այնպիսի մի աշխատանք է կատարել, իրոք Սուրենը ճիշտ ասաց, որ ոչ ոք չգիտի, գիտեք հեշտ է տեսնել գիրքը պատրաստ, բայց դա այնքան մեծ ծանր ծավալուն աշխատանք, մեկ օր չեղավ, որ նա տրտնջա, մեկ օր չեղավ, որ ասի հոգնեցի, կամ գոնե դեմքի արտահայտությունը ամեն ինչ արել է սիրով։ Գիրքը հավերժացրել է իմ սիրելի, բոլորի սիրելի Կիմ Գուրգենչին։ Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի մի մոնումենտ կանգնի, արձան լինի, հավերժ արձան
Կիմ Գուրգենչի համար, դա այս գիրքն է, ուրիշ էլի են կարել, հուշակարն է եւ այլն, բայց գիրքը դա իրոք իմ ցանկությունն էր, որը Մարգարիտան ասաց եւ պարոն Մանարյանը, դա իմ ցանկությունն էր այդ խոսքերը, որ այս գիրքը մեր ուսանողության ապագա պետք է լինի դասագիր։ Ես շատ կցանկանայի, որ մեր ապագա ռեժիսորները, դերասանները եւ կյանքում բոլոր երիտասարդները գոնե մասամբ նմանվեին այդպիսի մարդու եւ բնավորությանը, եւ մարդասիրությանը, եւ աշխատասիրությանը, եւ տաղանդին։ Շնորհակալություն։ Աշխարհը բաժանված է երկու մասի։ Մի մասը գործ է անում, մյուս մասը զբաղված է գործարարներին քննադատելով։ Եվ հաշտվեց դրանով։ Հիմա մի անգամ եւս շնորհակալ լինենք Կիմ Գուրգենչից եւ Կիմ Գուրգենչը ականջիս ասեց Սյուզիին մի հատ համբուրի։ Գեղեցիկ հարգանքի պահեր, որ միշտ պահպանում է դա, օրինակ ամենատարրական հարցը, ով էր ուսուցիչը, մշտապես է հնչում, եւ սա այնքան գեղեցիկ բան է, ոչ մեկը չի եւ սովորեցնում այդ հարց տվողներին, պարզապես ներսից անպայման, ոնց որ կենացի ժամանակ մայրը, հայրը, չէ, անպայման կարևոր են մեծեր, հետո երեխան եղան, ինքնաբերաբար այս հարցը ուսուցիչը ով է, եւ անընդհատ ասում եմ, այնքան եմ ասել, ու ամեն անգամ ինձ թվում է ես ինչ նոր բան պիտի ավելացնեմ, բայց ես ամեն անգամ գտնում եմ նոր բան ավելացնելու։ Հետաքրքիրն այն է, որ երբ նոր էինք ավարտել, ամբողջ պրոցեսում աճելով աճեց։ Այնպես չէինք ընկալում ավարտելուց հետո առաջի տարիներին, չէ, ինչքան գնալով աճեց այդ, ավելի ու ավելի խորացավ, ավելի ու ավելի, այսինքն գնահատականի չափերը, ինչքան մենք խորացանք ու աճեցինք, այնքան ինքը զարհուրելի այսպես մեծացավ ու արժեքավորվեց։ Ու ամենահասարակ բանը հիմա, երբ նայում ենք կուրսում, հիշում ես քո կծիկդ, թերիդ կծիկը ոնց բերեց տվեց, հիշում ես, սա դասարակություն էր, գոռաց, որովհետև բոլորը մի բանով զբաղվում էին, մեկը տակից գործում էր, մեկը տակից չգիտեմ ինչ էր անում, մեկը դասի ժամանակ, վայ ոնց գոռաց, հետացել ենք բոլորս, նստել ենք այսպես, Մարիանուշը տակից ուրեմն այդ շուղերը ձևի, հետացել է, շուղերը ձևի, այսպես չորացել է, այդ նեղ մաջալին, նստում էինք այսպես, քառակուսի, ինքը մեջտեղը բաց էր հրապարակը, վախից այդ ցնցումից, կծիկը գոքից, շլախ, գլորվել է, և ուրեմն նայում ենք բոլորը սարսափած, Այս կծիկը դանդաղ իր համար գլորվում է ուղիղ մեջտեղը, բաց տարածության մեջտեղը։ Այդ ահավոր գոռոցից հետո որ ես չտեսա, այս սենց կանգնեց։ Մենք ների թուղթերս կպած։ Մի հատ ձգվեց, մի հատ խորը շունչ քաշեց։ Նա ճպիտ ուներ։ Եկավ, սիրուն է կծիկը վերցրեց, գետից գրացավ վերցրեց, վերեց, դրեց Մարիանուշի առաջ, գնաց ու շարունակեց։
Հիմա օրինակ այն ժամանակ մենք ծիծաղում էինք դրանից հետո, թե էդ ինչ կատարվեց, բայց հիմա դա պարզապես նախ դասախոսի բարձրության, բարձր կանգնելու այդ բարձրությունից մի հատ բան էր, ժեստ էր, մեկ, ջենտլմեն տղամարդու ի վերջո, որովհետև ջահել օրիորդներ էինք մենք, այդ կրանալը, այդ բերել դնելը, սս դասերակություն էր սրանք բոլորը։ Դերասանի կյանքը վերջը բեմի վրա է, բեմից հետո արդեն եթե չի նկարվում, ամեն ինչ անցնում է, նույնը ռեժիսորի կյանքը, եթե նա չի նկարվում, ուրեմն անցնում է։ Այդ իմաստով այս գիրքը արդեն գալիս է փոխարինելու այդ հավերժությանը, որովհետև գիրքը արդեն իսկական հուշարձան է, որը պետք է անընդհատ տարիներ շարունակ, եթե շատ երկար պետք է կիմի կերպարը անընդհատ իր մեջ փոխանցի սերունդներին։ Ամեն մի նոր կարդացող, նոր ընթերցող պետք է իր համար հայտնաբերի կիմ արվեստագետին, կիմ ռեժիսորին, կիմ մանկավարժին։ Ամեն մեկը յուրովի պետք է հայտնաբերի։ Ուրեմն սա է ամբողջ գրքի այսպես խորհուրդը, գրքի իմաստությունը։